Արեշկրտ ռազմաբազայի մոտ հավաքվածները վերջնագիր ներկայացրեցին Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու համար։ Վերջնագիրը ներկայացվեց Շիրակի մարզի դատախազ Ռաֆի Ասլանյանին։ Մինչև 2 ժամը 5-ը դատախազությունը ունի 22 ժամ։ 22 ժամ խնդիրը կարգավորելու եւ քվեարկության տնելու կարիք կարծես թե չկա։ Ռուսական ռազմաբազան հսկելու համար ոստիկանական լրացուցիչ ուժեր ժամանեցին Երևանից հատուկ զինված մահակներով, վահաններով։ Ամեն կերպ փորձում էին հավաքվածներին համոզել, որ բազայի մոտ հավաքվելով հարց չի լուծվի, սակայն հավաքվածները վրդոված էին եւ անգործության համար պահանջեցին նաեւ Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականը, եթե նա չկարողանա լուծել Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը։ Հավաքվածները մի քանի ժամ շարունակ բազայի տարածքում էին եւ որոշեցին գնալ դատախազություն, որոշելու թե ինչ են անելու։ Մինչ այդ ժամը 15-ին մեկնարկած ավտոերթը, որը մեկնարկեց ռուսական 8-րդ զինվորական թաղամասի մոտից, շարժվեց դեպի Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան։ Այստեղ պաստառներ փակցրեցին, ձվեր նետեցին հյուպատոսարանի ուղղությամբ։ Ավտոերթը շարունակվեց նաև մարզպետարան ու դատախազություն։